Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է արտի մեջ ցանված գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է եւ ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում եւ գտնելով մի թանկարժեք մարգարիտ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուրկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել, երբ լցվել էր, այն ցամաք անելով, նստելով լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին։ Այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին, հրեշտակները կելնեն եւ չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց ոցավար հնոցի մեջ, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում։ Հիսուս իր աշակերտներին ասաց. այս բոլորը իմացաք, նրանք ասացին այո Տեր։ Եվ Հիսուս նրանց ասաց. դրա համար երկնքի արքայությունն աշակերտած ամեն օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը։ Այսօր մեծ պահքի 5-րդ կիրակին նախորդող շաբաթ օրն է։ Եվ այսօր ավետարանը մեզ խոսում է երկնքի արքայության մասին։ Եվ ասում է այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը։ Բայց ասում է մինչև արեգակի պես փայլելուց առաջ ուրիշ բան պիտի անեն։ Ինչ պիտի անեն։ Ասում են պիտի գտնեն այդ երկնքի արքայությունը։ Ինչպես պիտի գտնեն։ Ինչպես մի վաճառական, որ ասում է գանձ է գտնում, մի մարդ, որ գանձ է գտնում, ինչ է անում։ Գնում է իր ամբողջ, մենակ տունը չէ, իր ամբողջ ունեցվածքը վաճառում է, որպեսզի այդ գանձը իրենը դարձնի։ Ինչպես մի մարգարիտ, թանկարժեք մարգարիտ փնտրող վաճառական, որ մի թանկարժեք մարգարիտ է գտնում, երբ գտնում է իր փնտրածը, իր ամեն ինչը վաճառում է, որպեսզի այդ գտնի։ Ճիշտ այսպես է ամեն մարդ, որ գտնում է երկնքի արքայությունը, որ իսկապես գտնում է երկնքի արքայությունը, պատրաստ է ամեն ինչից հրաժարվելու հանուն երկնքի արքայության։ Ամեն ինչ վաճառել այդ խորհուրդն ունի։ Ամեն ինչ, ոչ թե մի մասը, ոչ թե ինչ որ բաներ կարամ զիջեմ իմ ունեցածից, իմ կյանքից, այլ ամբողջական նվիրում, ամբողջական ընծայում, ամբողջական հրաժարում ամեն ինչից հանուն երկնքի արքայության։ Եթե մենք ինչ որ բաներ դեռ պահում ենք մեզ համար, ուրեմն մենք դեռ չենք գտել այդ երկնքի արքայությունը, որովհետև եթե գտնես, հա, ամեն ինչ արդեն ոչինչ կլինի քեզ համար։ Ուրիշ ամեն ինչ կլինի անպետք բան քեզ համար։ Եվ դու պատրաստ կլինես այդ ամեն ինչը զոհաբերելու, այդ ամեն ինչը թողնելու հանուն երկնքի արքայության։ Եվ այսօր մեր եկեղեցին կատարում է 40 մանկանց տոնը, որոնք այդպես արեցին։ Ովքեր էին սրանք։ Սրանք 40 զինվորականներ էին, որոնք 4-րդ դարի սկզբներին ծառայում էին կայսրական բանակում, Կապադովկիայի գնդում էին ծառայում։ Իրենք քրիստոնյաներ էին։ Երբ Լուկիանոս կայսրը սկսեց քրիստոնյաներին հալածել, գիտեին բոլորը, որ սրանք քրիստոնյա էին, եւ այս 40 զինվորականներին հրավիրեցին Ատյան դատավորի առաջ, որը սկզբից ջեր, գովեստի խոսքեր ուղեց նրանց, որ դուք շատ քաջ եք եղել, ձեր քաջությունը բոլորին հայտնի է բան, հիմա պիտի ձեր քաջության համեմատ դուք նաև որոշում ընդունեք, հա, եւ հնազանդվեք կայսեր հրամանին, այսինքն ասել է թե ուրանալ Քրիստոսին եւ դառնալ կռապաշտ։ Եվ ասում է 40-ի
այսպես ասած, խոսնակը, ավագը, ով իրենց բոլորի անունից խոսում էր, Կանդիդոս անունով մեկը, ասում առաջ եկավ ասեց, ինչպես դու ասացիր, մենք հավատարմորեն ծառայել ենք եւ քաջությամբ ենք ծառայել երկրավոր թագավորին։ Ինչ ես կարծում։ Միթե մենք առավել քաջությամբ չպիտի ծառայենք, մարտնչենք մեր երկնավոր թագավորի համար եւ մենք պատրաստ ենք այդ մարտին։ Դատավորը տեսնելով, որ անիմաստ է համոզել, սկսեց սպառնալ, սպառնալիքներն անօգուտ եղան, ի վերջո բանտարկել տվեց, որպեսզի բանտում սրանք ընկճվեն, կոտրվեն։ Սակայն ասում է, բանտում 40-ները միաբերան, Սաղմոս էին ասում, համբարձի զացիմիլերինս ուստի եկես թե ինձ օգնություն, իմ աչքերը դեպի լեռները կբարձրացնեմ, դեպի երկինք, որտեղից ինձ օգնություն պիտի գա։ Եվ ասում է, այս Սաղմոսի ժամանակ Քրիստոս հայտնվեց իրենց բանտում եւ ասաց, որ դուք լավ սկսեցիք ձեր ընթացքը, այդ լավ ձևով էլ հասցրեք ավարտին, զորացեք, չվախենաք, ես ձեզ հետ եմ մինչև վերջ։ Եվ զորացած ու քաջացած Քրիստոսի տեսիլքով էլ ավելի զորացան եւ ամրապնդվեցին եւ պատրաստ էին կենաց մահու պայքար մղել, իրենց վերջին մարտում իրենց քաջությունը ցույց տալ, այս անգամ հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Եվ բոլոր համոզումները, բոլոր սպառնալիքները, տեսակ կտանքները, չարչարանքները, որոնց ենթարկեցին 40-ներին, անօգուտ եղան։ Ի վերջո դատավորը որոշում կայացրեց, որ 40-ին պիտի տանեն Սեբաստիայի քաղաքի մոտ գտնվող լճում, որ արդեն ձմեռնամուտ էր, եղանակը բավականին դաժան էր, այդ լճում պիտի լիճը լցնեն եւ գիշերը թողնեն լճի մեջ, որ սառեն։ Եվ 40-ները հանձն առան այս նահատակությունը։ Լճի մեջ լցրեցին, ասում է, գիշերը լիճը սկսեց կամաց սառել, սառույց կապել եւ այս սառույցը սկսեց մարմինները ջարդել։ Եվ ասում է, լճի կապուտակը ծածկվեց արյան ոսորով, կարմիր գույնով։ Եվ ասում է, լճի ափին էլ մի բաղնիք պատրաստեցին, որ ովքեր հանձն կառնեն Քրիստոսից ուրանալ, կարող են լճից դուրս գալ եւ բաղնիքում տաքանալ, փրկվել։ Ի վերջո այս 40-ներից մեկը չդիմանալով այդ սոսկալի տանջանքին դուրս վազեց լճից եւ վազեց դեպի բաղնիք, ասում է, բայց անմիջապես իր մահը գտավ, որովհետեւ սառից հետո միանգամից այդ բաղնիքի տակը սիրտը չդիմացավ, ասում է, եւ մահացավ, ասում է, եւ լճում գտնվող 39 աղոթում եւ ողջունում էին իրենց եղբոր համար, որ կորցրեց թե երկրավոր կյանքը, թե հավիտենական կյանքը, ուրանալով Քրիստոսին։ Շարունակում էին կամաց աղոթքով նվաղել լճի մեջ եւ հանկարծ ինչ տեղ ունեցավ։ Ասում է, գիշերվա կեսին լույս ծագեց լճի վրա։ Երկնքից 40 լուսեղեն պսակներ, թագեր իջան նահատակների վրա։ Եվ ասում է, պահապան զինվորներից մեկը տեսնելով այս տեսիլքը, որը հսկում էր 40-ներին, ասում է, շատ ազդվեց։ Այնպիսի ազդեցություն գործեց իր վրա այդ երկնային տեսիլքը, լույսը եւ պսակները, որ ինքը իր զենքերը մի կողմ դրեց, զգեստները հանեց եւ մյուս պահակներին ասեց. ես էլ եմ հավատում Քրիստոսին, ես էլ եմ քրիստոնյա, եւ մտավ լիճը եւ 40-րդ պսակին ինքը արժանացավ եւ նահատակվեց 39-ի հետ։ Ասում է, առավոտյան երբեկան արդեն մեռած մարմինները հանեցին, կոտրատեցին, հրաման էր տվել դատավորը, որ մարմինները այրեն, որպեսզի քրիստոնյաները չտանեին այդ սրբերի մասունքները եւ որպես պաշտամունքի առարկա անեին, որպես սրբերի մասունքներ եւ լցնեին գետը։ Լցնում էին սայրը, որ տանեին այրելու, պարզվեց, որ սրանցից մեկը ամենակրտսերը դեռ հոգին չէր ավանդել։ Շունչ կար բերանի մեջ, կենթանի էր եւ ասում է, խնայեցին այս մեկին, ասին չտանենք սրան, թողնենք միգուցե եւ հետագայում դարձի գա, այսինքն
ընդունի կռապաշտություն։ Պատանու մայրը, տեսնելով, որ իր որդուն զանազանել են նահատակներից, մարտիրոսներից, վշտացավ եւ որդու կիսամեռ մարմինը շալակած սայլի հետևից էր քայլում, որի մեջ մնացածի մարմիններն էին։ Հոգին ավանդեց որդին, ինքը հանգստացած որդու մարմինը դրեց սայլի վրա, որ գնա խառնվի նահատակներին եւ հանկարծ նահատակության պսակից չզրկվի իր որդին։ Եվ այսպես ասում է տարան եւ մարմիններն այրեցին, մնացորդը ոսկորները եւ այրված մարմինները լցրեցին գետը։ Ասում է, սակայն քաղաքի եպիսկոպոսը գիշերը աստվածային տեսիլք տեսավ, երազ տեսավ, թե որտեղ են սրբերի մարմինները, եւ գիշերով վեր կացան գնացին, տեսան, որ գետը չի տարել, այլ գետի ափին միտեղ հավաքվել են եւ լույս են արձակում սրբերի նշխարները, բոլորինը, եւ հավաքեցին, բերեցին, զետեղեցին տապանի մեջ։ Հետագայում ասում է, երբ ամբողջ հռոմեական կայսրության մեջ հաղթանակ տարավ Սուրբ Կոստանդիանոս մեծ թագավորը 324 թվականին, նահատակությունը տեղի ունեցավ 320 թվականին, ասում է, ուրեմն Շնորհք Պատրիարքը 324 թվականին, երբ Կոստանդիանոսը ամբողջ հռոմեական կայսրության վրա տիրապետեց նաև Լյուկիանոսի տարածքներում, այս սրբերի տապանի վրա կառուցվեց եկեղեցի, որտեղ բազմաթիվ հրաշքներ էին լինում իրենց տապանի վրա։ Այս սրբերի հիշատակն է, որ այսօր կատարում ենք։ Մեծ պահքի մեջ, մեծ պահքի կեսերին, մի քիչ ենք անցել կեսից, մի քանի օր առաջ միջինքն էր։ Եվ այս սրբերի հիշատակը դնելով այստեղ եկեղեցու հայրերը կարծում եմ մեզ կոչ են անում քաջության, որ ամեն ինչից առավել մեր կյանքերից առավել սիրենք մեր Տեր Աստծուն եւ երկնքի արքայությունը եւ պատրաստ լինենք հանուն երկնքի արքայության հրաժարվել ամեն ինչից, նույնիսկ մեր կյանքից։ Այս սրբերը 40 երիտասարդները այդպես վարվեցին, հրաժարվեցին իրենց կյանքից, փայլուն զինվորական ապագայից, կարիերայից, որ իրենց խոստանում էին, որովհետև գերադասեցին անանց երկնքի արքայությունը, քանց թե երկրի, աշխարհի ժամանակավոր փառքը, մեծությունը եւ բարիքները, որ ունայն է, քուչե եւ անիմաստ է։ Եվ այս պատմության մեջ երկու հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել։ Ճանապարհը դժվար է։ Քրիստոսն ասեց, լավ սկսել եք, լավ էլ ավարտեք, հիշեք, նա պիտի փրկվի, ով որ մինչև վերջ համբերի, 40-ից մեկը չհամբերեց մինչև վերջ, մի քանի ժամ, եթե դիմանար, ինքն էլ էր արժանանալու փրկության, երկնքի արքայության, ուրեմն մենք այս բանը պիտի հիշենք, որ համբերությանն է, փրկության գրավականը, ավետարանն ասում է, ով որ մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի, հենց մեր համբերությունը հատումը, հենց մեր համբերությունը սպառվումը, այդտեղ արդեն կարա փրկության կորուստ լինի, ուրեմն պիտի հիշենք, որ համբերությունը պիտի լինի անսպառ, համբերությունը չպիտի սպառվի, մինչև վերջ պիտի համբերենք մենք։ Այդ զինվորը, որը միացավ 39-ին եւ ինքն էլ արժանացավ մարտիրոսության նահատակության պսակի, թեև մինչև այդ հեթանոս էր, բայց ինչ արեց, ընդամենը երկու խոսք ասեց, ես էլ եմ քրիստոնյա, եւ մտավ նահատակների խմբի մեջ։ Ինչ եղավ, ինքը այդ պահին տեսավ երկնքի արքայությունը, տեսավ այն գանձը, որի համար կարելի է կյանքնել զոհաբերել։ Թող Աստված մեզ բոլորիս ցույց տա այդ գանձը, որ մենք իսկապես տեսնենք մեր կյանքի մեջ այդ գանձը եւ պատրաստ լինենք նույնիսկ կյանքից հրաժարվելու հանուն այդ գանձի, հանուն այդ թանկագին մարգարիտի։ Այն մոր կեցվածքներ, որ չուզեց իր որդուն տանել տուն, խնամել, բժշկել, որպեսզի իր որդին իր հետ լինի, այլ ուզեց, որ իր որդին խառնվի նահատակների գնդին, մարտիրոս լինի։
ճշմարիտ քրիստոնյայի կեցվածք, ճշմարիտ մոր կեցվածք։ Ինչի՞։ Իր որդին կարող էր իր հետ լինել, ինքը կարող էր երջանիկ լինել իր որդով, թերևս այդ որդին կամուսնանար, թոռներ կունենար, ինքը կուրախանար, իրեն ծերության ուրախանամ կտաներ, բայց ի վերջո մի օր այդ որդին պիտի մեռներ, ուր պիտի գնար։ Իր հավիտենականությունը ավելին պիտի լիներ, քան մարտիրոսության պսակ ընդունելը, քան նահատակ լինելը հանուն Հիսուս Քրիստոսի, քան 40 մանկանց մեջ լինելը, որոնց տոնը այսօր մենք եւ ոչ միայն մենք, բոլոր քրիստոնյա եկեղեցիները կատարում են։ Ահա ինչի արժանացրեց այս մայրը իր հավատքով իր որդուն։ Կարող էր իրը լինել, բայց այդ որդին այսօր 40 մանկանց չէր լինի։ Այսօր մենք 1700 տարիներ շուրջ, 320 թվականից մինչև այսօր 1700 տարիներ իրենց հիշատակ չէինք կատարի, իր որդու տոնը չէինք կատարի, այսօր մենք իր որդու տոնն ենք կատարում և հիշում ենք իրենց, թեև այդ կնոջն էլ Աստված պիտի սրբության արժանացնի, որ պատրաստ եղավ իր թանկագինը, իր զավակին տալու հանուն երկնքի արքայության, հանուն Քրիստոսի սիրո։ Այս պատերազմը մեկ կերպ կարելի է պատերազմել եւ դրա մասին խոսում էր այսօրվա իր եփեսացիներին ուղված նամակում Պողոս Սրբազան առաքյալը։ Ինչ է ասում Պողոս առաքյալը։ Եվ վերջապես զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ եւ Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին, որովհետև 40-ի դեմ եւ քրիստոնյաների դեմ պայքարողը 4-րդ դարում Դիոկլետիանոսը կամ Լիկիանոսը չէին, որոնք կայսրերն էին, սատանան էր, որոնց ձեռքին այս կայսրերը գործիք էին Քրիստոսի եկեղեցու դեմ պայքարելու համար։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ իշխանությունների, պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Մինչև աշխարհի վերջը այս պատերազմը պիտի լինի։ Չարը պիտի միշտ պատերազմի Քրիստոսի եկեղեցու դեմ։ Եվ քրիստոնյաներն էլ միշտ Պողոս առաքյալի խոսքերից սթափված, ոգևորված, զորացած պիտի այդ պատերազմին պատրաստ լինեն։ Եվ ասում է ինչպես պիտի պատերազմենք։ Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին, եւ երբ ամեն ինչ կատարեք, հաստատուն կացեք տեղում պինդ կանգնած ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ։ Ինչ է ճշմարտությունը։ Ավետարանում Պիղատոսը հարցնում էր, ասում է, ինչ է ճշմարտությունը։ Քրիստոսն ինքն էր ճշմարտությունը, որ կանգնած էր Պիղատոսի առջև։ Հագած արդարության զրահը, որ Քրիստոսը մեզ հագցնում։ Ուրիշ կերպ մարդը չունի արդարություն, քան մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ մեզ արդարացրեց եւ արդարության զրահը տվեց։ Ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության ավետարանի պատրաստությամբ։ Այս բոլորը առեք հավատի վահանը, հավատով պիտի կարողանանք պաշտպանվել չարի բոլոր հարձակումներից, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը, առեք փրկության սաղավարտը ձեր գլխին, այն թագը, այն սաղավարտը, որ Աստված տալիս է փրկվածներին, եւ հոգու սուսերը, որ Աստծո խոսքն է, ամենայն աղոթքներով եւ աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք հոգվով եւ այս բանի մեջ հսկեք անխոնջ հարատևությամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար, ասում է Պողոս առաքյալը։ Ուրեմն մենք պիտի մտածենք, որ մեր տկարությունը
նախ եւ առաջ հոգեվոր տկարությունն է, ոչ թե մարմնավոր։ Մարմնավոր ինչքան էլ զորեղ լինես, եթե հոգու սպառազինությունները չունենաս, ոչինչ է։ Գողիաթը շատ զորեղ էր, զենք ու զրահով, իր հզորությամբ, իր կարողությամբ, բայց Դավիթը հաղթեց Գողիաթին, որովհետև Դավիթը զենք ու զրահով չգնաց Գողիաթի դեմ, ինչով գնաց, ասեց իմ Տեր Աստծու անունով եմ գալիս, իմ Տեր Աստծու զորությամբ եմ գալիս եւ հաղթեց Գողիաթին, ընդամենը ինչով, քարի կտորով, երբ որ Աստված քեզ հետ է, Աստծո սպառազինություններով դու զինված ես, մի քարն էլ կարող է շատ մեծ զենք դառնալ, թշնամու մեծամեծ զենքերի ու զորքերի դեմ։ Այսօր ցավոք սրտի մենք Աստծո սպառազինություններից ունայնացած ենք։ Դրա համար էլ մեր պատերազմները մենք հոգևոր պատերազմները, դրա հետևանք նաև մարմնավոր պատերազմները տանուլ ենք տալիս։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Պիտի զորանանք Աստծո սպառազինություններով զինվենք, որպեսզի թե հոգևոր եւ դրա հետևանք եղող բոլոր մնացած պատերազմները շահենք, որտեղ չարը այսօր էլ է գործում, ինչպես Դիոկլետիանոսի միջոցով, ինչպես առաջի դարում Ներոնի միջոցով էր գործում եկեղեցու դեմ, ինչպես Լիկիանոսի եւ հետագա դարերի բոլոր բռնակալների ու թագավորների, այսօր էլ այս աշխարհի թագավորների միջոցով չարը գործում է Քրիստոսի եկեղեցու դեմ։ Ինչ պիտի անենք։ Պիտի զորանանք, որ այդ հոգևոր մարդը կարողանանք շահել 40 մանկանց բարեխոսությամբ եւ իրենց օրինակով։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։